Լարված գիշեր է եղել Մոսկվայում և ամբողջ մերձմոսկովյան շրջանում։ Տարածաշրջանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակման, որը վերջին 2 տարիների ընթացքում ամենամասշտաբայինն է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության համակարգերը միայն այսօրվա ընթացքում խոցել են շուրջ 194 անօդաչու թռչող սարք։ Մինչև այս ամենախոշոր հարձակումը գրանցվել էր այս տարվա մայիսի 17-ին, երբ խոցվել էր 81 անօդաչու։ Հարվածներ են հասցվել Մոսկվայի նավթավերամշակման գործարանին։ Մոսկվայի Վնուկովո, Շերեմետևո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Սադավոդ առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել ուկրաինական ԱԹՍ-ի բեկորների ընկնելուց հետո։ Տեսանյութերում երևում են վնասված շինություններ, ինչպես նաև ՀՕՊ համակարգերի աշխատանքի արդյունքները։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։